Նաև ինքը կաթողիկոսի զավակ ունենալ չունենալու մասին հարցրեց։ Սրա ու ասում է պետք է պարզել կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ, այսինքն խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Սրան եկեղեցին ինչպես է արձագանքելու։ Պատասխանել է ուղիղ հարցին, ունի թե չունի կամ հակափաստարկներ է բերելու, թե ինչ անելու։ Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ։ Չէ՞, միայն։ Բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր։ Սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից։ Հնարավոր է, որ գործադիր իշխանությունը այնքան մխրճվի եկեղեցու հոգևոր կյանքի մեջ, որ փորձի օրինակ այստեղ իշխանապողություն անել ճակերտավոր, օրինակ կհանկեց անել Վեհաբար Հայրապետին, փոխարինել նրան, որտեղ արդեն այլ անուններ են շրջանառում, իրենց սրտի կաթողիկոսի անուններն են, թեկնածուներ են։ Իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահում է։ Ես գիտեմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են սահմանադրությամբ։ Վերապահում է։ Դե հիմա մենք օրենքներով այնքան բան ենք տեսել, որ օրենքը չի վերապահում, բայց արել են։ Դե ուրեմն պետքա Դատարանի դռներն էլ չի թույլատրում շրջափակել։ Պետքա փորձել ջանքեր գործադրել օրենսդրությամբ պատասխան։ Գոտկատեղից ներքև է սկսել հարվածել արդեն այդ պատերազմում, այդպիսի մեթոդներ է ընտրել Փաշինյանը։ Դուք ավելի բարձից եք հարվածելու, թե պաշտպանվելու եք, թե ինչ եք անելու։ Որն է լինի։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում մի բան էլ Սրբազան հայր, տեսեք եկեղեցու դեմ արշավ առաջին օրը չէ որ իրականացում այս իշխանության կողմից, դեռ 10 թվականին, երբ որ ինչ որ նոր հայրապետ, նոր Հայաստան այդպիսի մի շարժում կար, այդ շարժման շրջանակներում կաթողիկոսին քաշքշեցին, արձակվեցին, փակեցին մեքենան, հետո վերջին թարմ դեպքերը, եթե հիշենք, արդեն պատերազմից հետո, երբ որ օրինակ կաթողիկոսի մուտքը արգելեցին Սարդարապատ, դա կարծում եմ շատերի գնահատմամբ անարգանք էր հայ եկեղեցու հոգևոր դասի Վեհաբար Հայրապետի նկատմամբ, թույլ չտալ մտնել Սարդարապատի հուշահամալիր հենց այդ օրով։ Հետո էլի այս վերջերս մի բան եղավ, էլի այս գրառումները, ի վերջո միջև ուր պետք է խփի, միջև ինչքան ուր պետք է հասցնի Փաշինյանը, որ եկեղեցին ավելի ռադիկալ արձագանք տա կասեցնելու այս արշավը հայ եկեղեցուտեն, որը երևի մնացել է մեր ինքնության պահպանման միակ գրավական այստեղ։ Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ, առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Իսկ մի բան էլ այն, որ մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատի։ Փաշինյանը փաստացի հանրային դիսկուրս է մտցրել մի թեզ, որը իրականում այս տարիներին ես էլ եմ լսել շրջանառվել է, պարզապես չի քննարկվել էթիկայից ելնելով կամ խոսքով քրիստոնյա ժողովուրդը չի փորձել մտնել այդ դաշտ, բայց ամեն դեպքում այդ հարցը առաջացել է։ Կան կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը։ Օրինակ դուք որպես երկարամյա սրբազան եւ այդտեղ ծառայություն մատուցող ունեք այդպիսի տեղեկություն։ Գիտեք, հիմա ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Հիմա այդ կասկածի ворթը կա, այսպես ասած հասարակության մեջ։ Հիմա կասկածի ворթ կա, որ նաև ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ, ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է այդ հարցը, նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Իհարկե նրանք էլ եթե եկեղեցով ամուսնացել են Աստծո առաջ պետք է պատասխան տան օրինակ անհավատարմության համար, բայց եկեղեցականի մասով մի քիչ ուրիշ է դա։ Դա ճիշտ հարցադրում չէ։ Սրբազան հայր, Մայրաթոռը իրավապահներին կդիմի ձեր ասած զրբարդանքներին իրավական գնահատական պահանջելու համար կամ գործողություն։ Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց չի բացառվում։ Այսքանով ավարտվում է, այսինքն ոնց հասկացանք ձեր արձագանքը դեռևս երեկվա հայտարարությամբ։ Ես այդպեսի բան ասեցի։ Դուք ասիք ինչ-որ բան ծրագրում ենք, բայց ես այդպեսի բան ասեցի։ Ես ասեցի իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն։ Ձեզ ուժ եւ համբերություն մաղթենք։ Ձեզ էլ։ Շնորհակալ եմ։